եթե ունեք դիտարկում եք, դրանք կատարեք։ Ну, կարող եմ կիսվել, ես դուրս գալիս է իհարկե ագրեսիվ քաղաքականությունը արդյունաբերության զարգացման բան։ Մի քանի նկատառում կարող եմ ասել, սա ոչ թե հակասում ասել, որ կա, բայց մի քիչ ավելի պրոբլեմ ուրիշ անդրադատել։ Առաջինը աշխատատեղեր արդյունաբերություն։ Ну, պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ ունենք ընդամենը 90,000 գործազուրկ։ Այն իջել է մինչև 13%, 300,000 աշխատատեղ։ Ես կարծում եմ, որ 140,000-150,000-ից ավելի դեպքում կլինի աշխատատեղ, որ չէ կարող զբաղեցնել հետևակալ։ Բայց ստեղ մի ուրիշ բան եմ ասում, որ ասում եք պետությունը 15% դրի բան Նարեկ ջան, ես ետքի տարեկան 5 միլիարդ տրանսվեր պատողես։ Դա պետք է ստերիլիզացնել, դուք փողը գալիս է, ծառայություն ընդեղ անում, որից գալիս է։ Արդյունքում ստացվում են դոլարային բարձր գներ։ Դոլարային բարձր գների պատճառը ոչ մի չինացի ձեր պրոյեկտների չուներ։ Բարի հետ ստերիլիզացնել, ավել փողը գալիս ետքի։ Ինչ է նշանակում ստերիլիզացնել։ Կենտրոնական բանկի նախագահան եկել է 2 միլիարդ առնոմա։ Դնում է ներդրումային ֆոնդի մեջ այդ փողը հետ եք բերում տնտեսություն։ Եթե դուք սա չանեք, սա խոսք ենք կողմը։ Սա կոչվում է ստերիլիզացիա, այդ բանի ստերիլիզացիա կարևորագույնն է, դրա համար այդ ստերիլիզացիայի զուգահեռ ծագում է անպայման սուվերեն ներդրումային ֆոնդ ունենալու գաղափարը։ Ֆոնդ, ոչ թե բյուջետային միջոց։ Սա այդ մասով եւ պատրետ այսինքն սա չեմ ասում դա ճիշտ է կամ սխալ, ես ասում եմ ճամփեն երևի սա կլինի։ Կենտրոնական բանկը պիտի առնի ստերիլիզացնի այդ փողերը։ Շատ լավ, հիմա ներկայացնեմ գործազրկության հետ կապված տվյալները։ Հայաստանի վիճակագրությունը մեր գործազրկությունը շատ քիչ է ցույց տալի, որովհետև հաշվի առնում այսպիսի բան։ Գործազուրկ է Հայաստանում համայնքման մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք։ Եկեք նայենք, թե ինչքան մարդ է Հայաստանում աշխատում։ Հայաստանում կա 800,000 գրանցված աշխատող։ 3 միլիոն բնակչության մեջ ունենք 800,000 գրանցված աշխատող, 800,000 մարդ է աշխատում։ 3 միլիոն բնակչության մեջ մենք ունենք 500,000 թոշակառու, մոտ 700,000 ուսանողական կամ դպրոցական տարիքի երեխա կամ երիտասարդ, իսկ մնացողը։ Այսինքն մենք ունենք 1.8 միլիոն մարդ ու աշխատում է 800,000 մարդ։ Վիճակագրական կոմիտեի տվյալները օրինակ ցույց է տվել պարոն Բագրատյան, որ Եղարքունիքի մարզում 4% է գործազրկությունը։ Մոտավորապես Ավստրիայի չափ։ Ես միշտ ասում եմ, որ իրանք թվերական խեղաթյուրեն եւ այլն, բայց նայեք, սենսն է Ղարաբաղից եկած գյուղը բնակչությունից հետո մենք ունենք 3 միլիոն բնակչություն։ Այդ 3 միլիոնից 502,000-ը թոշակառու։ 221,000 մարդ աշխատում է պետական բյուջետային սեկտորում։ 584,000 մարդ աշխատում է մասնավոր բիզնեսում։ Միակ թիվը, որ մենք չգիտենք, ոչ մի հաշվառում չկա, գյուղում ինչքան են աշխատում։ Գնահատական այսպիսին է մոտ 350,000։ Այս համաձայն եմ թվերի, բայց այդ բանը երկրորդը 0% փոքր բիզնեսի համար։ Ես այս հարկային արտոնություններին զգուշորեն եմ վերաբերվում։ Անկեղծ ասած ես համաձայն չեմ։ Ավելին, ես կարծում եմ, որ շրջանառության հարկը պետք է ընդլայնել, ինչ է խանգարում մարդիկ թողարկտ տան։ Ես վախենում եմ, որ ձեր ասած կլինեն, ինչ որ անցյալ տարում եղավ Միացյալ Նահանգներում մի 30 տարի խելքի չէին գալիս, բոլոր խոշոր բիզնեսները սկսել կոտրատվել։ Օրինակ, առաջին Ռուզվելտի 1900 օրինակցից հետո միայն Ստանդարտ օյլը, որ առաջին նավթամուղն է կառուցել, դրա համար հաստացավ Ռոքֆելլերները, նա իր բիզնեսը բաժանեց 350 մասի եւ մարսեց 1902, սա պես կլինի։ Այս դրա համար բայց ինչ է խանգարում, փոքր համ կարող են տալ եւ ներ շրջանառության մեջ ինչ է խանգարում, այդ դեպքում իհարկե կուզենան անցնել միջինի, որտեղ հնարավոր է որ նույնիսկ քիչ է։ Երրորդը, դեպորեկը շատ ճիշտ դիտարկում է։
Բայց դեղորայքի գների թանկ լինելը Վրաստանի համար Հայաստանում ունի 3 պատճառ, մեկը դուք ասեցիք, բայց կան ևս 2 պատճառներ։ Առաջինը Նարեկ ջան, մենք դեղերը գրանցում ենք։ Մենք գլյուկոֆաժ դեղը խենք գրանցում ենք։ Մենք յանում ենք դեղը, եւ հասկացաք, ես մի փոքր դիաբետի խնդիր ունեմ, հասկացաք, խի ենք գրանցում։ Գերմանացի ստեղծել է այդ դեղը։ Քանի որ երկիրը փուչուրա, շուկան փուչուրա, ամեն մի գրանցում էլ արժենում $800,000։ Դա միայն 15-20%-ով մերրանք ասելով, բացի են դեղերից, որ մենք ենք արտադրում, որ ոչ մի տեղ գրանցված չի, այլ դուք եք գրանցում։ Ես կասկածում եմ, որ գործող վարչախումբը հենց ղեկավարի բանով ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ։ Մենք չենք ուզում այդ դեղերը գրանցել, մենք չենք գրանցում ենթանենք լանդուս դեղամիջոցն կամ ասպիրինը։ Այդ Գերմանիան մենք գրում ենք, որ այն դեղերը, որոնք գրանցված են Ռուսաստան, Գերմանիա, եւ այլն, ավտոմատ համարվում է գրանցված Հայաստան։ Միայն նախարարությունը հաստատում է եւ այդ հիմնակը այդ դեղերի փորձակնության վերացնում ենք, լուծարում ենք ընդհանրապես պետք չի։ Միայն պետք է, որպեսզի առողջապահության նախարարությունը գրանցի տեղական արտադրության դեղը, որը այդ ինչ լավնավարն պետք է փորձարկում անցի։ Շրջան, մի հատ դեղ գրանցել համար այսօր մենք Ժարդենս դեղը 10 տարի չեն գրանցում, այս է ցավտան, 15 տարի Եվրոպան մեկտավորություն։ 10 տարի չեն գրանցում։ Երեք օրինակ Միկել Տարան հիվանդանոց Վարդան Ղուկասյանը եթե Ժարդենս խմել է դուրս չեն գնի։ Չնայած ամենակիչն են գնել, որ նա ընդհանրապես չի ձերբակալում։ Ես դեղերի մասով դա խնդրում եմ նկատի ունենալ, բայց 20% էժանը ճիշտ է, պետք է իշխանությունը դրում գերու ճիշտ է, դիտարկում, բայց մի մոռացեք կոոպերացիան։ Նայ, ձեր ասածը կթեթևացնի դողացում, բայց պրոբլեմը չի լուծի։ Ինչու՞։ Որովհետև գյուղում մի պրոբլեմ կա։ Մեր գյուղացին գործարաններին վաճառում է խաղող։ Նա պիտի գինի վաճառի, որովհետև եթե խաղող վաճառում ավելացած արժեքը եկավ գործարան։ Եթե գինի վաճառում ավելացած արժեքը մնաց գյուղում։ Մեր գյուղերի հարաբերական աղքատության հիմնական պատճառը քաղաքն է։ Կամ եթե ինքը պոմիդոր է վաճառում, ավելացված արժեքը եկավ քաղաք։ Եթե ինքը տոմատ է վաճառում պոմիդորի սարքած, ավելացված արժեքը մնաց գյուղ։ Եթե ինքը օսլա է վաճառում, ավելացած արժեքը մնաց գյուղ։ Եթե կարտոֆիլ է վաճառում, ավելացած արժեքը եկավ քաղաք։ Նույնը ասենք պանիրի կաթի մասով։ Նա պետք է պանիրի հումքը վաճառի, պանիրի կադրամը, մենք եւ երկրորդը պետք է կարգավորել կաթի փոշու ներկայացումները։ Բայց դիտարկումը ճիշտ է, ես ավելաց իսկ գյուղում մեզ պետք է կոոպերացիա։ Ինչպես։ Այօրինակ գյուղն արտադրում է պամիդոր։ Երկու տնտեսության համար ստեղծում են պամիդորի վերամշակման ցեխ։ Ցեխն արժի $1 միլիոն։ Ասում ենք ամեն մեկը $5,000 դրեք, դրա վրա պետությունը կեսը կդնի։ Կդառնա $10,000 սեփականատեր, եթե $5,000 եք դրում։ Դուք եք աշխատելու։ Սա բաժնի իրական չի, սա պայական է։ Եվ այդ կոոպերացիան կաշխատի։ Թույլ կտակ ես պատասխանը, պարոն Բաքարյան։ Սպասի վերջացնեմ։ Եվ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցության։ Ես կարծում եմ, որ մատչելի բնակարան պետք է լինի նոր ամուսնացող զույգերի համար։ Որովհետև մեր վիճակը այսպես է, մենք ունենք 110 միլիոն քառակուսի մետր բնակ մակերես եւ ունենք 3 միլիոն բնակչություն։ Մենք ունենք 33 քառակուսի մետր մի մարդու վրա։ Մեր խնդրեմն ուրիշ է։ Հիմա ինչ անում պետությունը։ Պետությունը ասում է այստեղ գյուղից արի, թողեք անասուն բան, հողմոտ թող արի։ Արի դարձի բնակարանի վճարունակ եկամտային հարկի արտոնություն ունեցող մեկը դատարկում է։ Այս մարդկանց, չէ՞։ Հիմա ես կարծում եմ, որ բնակարանի իրավունք պետք է մնա միայն առաջ ամուսնանալուց, ամուսնական զույգը սահմանափականակով եւ այդ փողը հետագա 20 տարի պետության մեջ վերադարձնի, չի կարող վաճառել այդ բնակարանը։ Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այս մասշտաբի բնակարանի շինարարությունները պետք չի, մենք գյուղերը դատարկում ենք, ունենք հայերի միգրացիա վերջին 6 տարիներին 25,000 հայ քաղաքացի գնում է Հայաստանից եւ ունենք նաեւ այսպիսի պատկեր, տարեկան 45-50,000 գյուղից գալիս են կար, ունենք երկի միգրացիա։ Այսինքն այս խնդրի մոտեցումը իմ այսպիսի դերի մասածները չեն հակասել ձեր ասածների, բայց մի փոքր այդ պրոբլեմների նաեւ ուրիշ է։
Աստծո եւ լուսման մեջ իր մեջ բանը։ Որը դեպքերում շնորհակալ եմ հրավերի համար, արտահայտել հնարավորության համար, առիթ կլինի խնդիր կլինի միշտ պատրաստել կիսվել իմ կարծիքով։ Շնորհակալ եմ արձագանքել մի քանի պնդումների ու կարծիքների, ձեր կարծիքը շատ կարևոր է, ձեր փորձը շատ կարևոր է մեզ համար եւ առաջի հարցը, առաջի մտահոգությունը, որ դուք ասեցիք, դա ստանդարտորեն օրինակը բերեցիք, դեպի ժամանակ հայտնի հակամենաշնորհային ակտի հետ կապված ինիշելով պետության մասնակցությամբ եղավ հակամենաշնորհային process-ը, որի արդյունքում պետությունը ստիպեց բաժանել ու այս պահին նավթային ոլորտը ամենամրցունակներից է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց մյուս հարցը, որը շատ կարևոր է շրջանառության հետ կապված, ավելի շատ կամ Բաղդասարյան մեր խնդիրը ոչ միայն հարկերից ազատումն է, այլ փոքր բիզնեսի եւ վարչարության շփման մինիմալացումը, որ փոքր բիզնեսը վտանգի տակ, որևէ ճնշման տակ չլինի։ Նա ունենա հնարավորություն դառնա միջին բիզնես, ունենա հնարավորություն դառնա միջին բիզնես, իսկ ինչն է նրան ստիպելու, շատերը կասեն այդ դեպքում ինչ մոտիվացիա ունենալու փոքր բիզնեսը դառնա միջին բիզնես։ Նախ, վարկայնության առումով, փոքր բիզնեսը ավելի դժվար է վարկերի հետ աշխատելու, վարկ վերցնելու, քան միջին բիզնեսը եւ զարգանալու։ Երկրորդը, եթե ընկերության շրջանառությունը աճում է, որպես ձեռնարկատեր եւ տնտեսագետ եմ ասում, ոչ մի բան քեզ չի կանգնեցնում, աճի ժամանակ հաստատ դու միշտ դեպքում ես աճի, միջի, մեծ դառնալու։ Եթե շահույթը աճում է, դու հաշվում ես, արդյոք աճած շահույթը համապատասխան, համեմատական է այն հարկերի հետ, որ դու վճարում ես, եւ որոշ ինչ որ կետից հետո այդ համեմատությունը դրական է լինում, եւ դու հասնում ես միջին բիզնեսի վճարողի ուղղությամբ։ Դեղերի հետ կապված համաձայնվեցի, ճիշտ է, ռեգուլյացիան շատ կարևոր է, մեր քայլերից մեկը դա պետք է լինի։ Կետերում ինչ որ դա չենք նշել, որտեղ մենք հիմնական մեծ քայլեր են, բայց ռեգուլյացիան շատ կարևոր կետ է, որը կհեշտացնի նոր եւ էժան գներիկի գրանցումը Հայաստանում։ Մթերման կայանների հետ կապված այս պահին մենք ունենք մոտավորապես 200,000 մարդ ում համարն են գյուղատնտեսությամբ զբաղվող, բայց այդ մարդկանց վիճակը հաշվի առնելով մենք կարող ենք համարել նրանց զբաղվածությունը կիսատ, որովհետև նրանց ֆինանսական վիճակը բավարար չէ։ Այդ պարագայում մենք տեսնում ենք, որ մթերման կայանների կանխատեսելիությունը հիմնականում լուծելու է այդ մարդկանց կանխատեսելի եկամուտ ունենալու հարց։ Բնականների հետ կապված երիտասարդ ընտանիքներին ճիշտ է առաջնայինը լինելու է երիտասարդ ընտանիքների համար, քանի որ մեծ պահանջարկ է լինելու էժան բնակարանների, հետո կարող է ավելի մեծ տարիքի, բայց բազմազավակ ընտանիքների եւ այդպես շարունակ։ Մեր երկրի այս բանի Երևանի խնդիրների մեծամասնությունը նրանից է, որ Երևանում երթակառուցվածքները պատրաստ չէին այս շինարարական վիճակին։ Մենք պետք է այս հարցը լուծենք, նոր կոյուղի համակարգ, նոր ջրի համակարգ, նոր էլեկտրականության համակարգ այս բնակարանների զոնայում, կանաչապատ տարածքներ, որպեսզի քաղաքը պատրաստ լինի զարգացման։ Շենք սարքելը դեռ քաղաքի զարգացում չէ, պետք է ընդհանուր էկոսիստեման զարգանա։ Շատ շնորհակալ եմ ձեր կարծիքի համար։